Եղբայրները խոսեցին, երեք էդիկ եղբայրը մեր խոսում էր, շատ լավ բացատրելով, որ հնարավոր է մեր հոգևոր կյանքում ստացվի երիտասարդը մոտենա, անկեղծանա Աստծուն եւ անգամ բարձրանա խաչը։ Բայց հետո ինչպես Հիսուսին ներքևից կոչում էին իջիր խաչից, որ հավատանք, հնարավոր է մեզ էլ նորից ինչ-որ բաներ հրապուրի եւ մենք իջնենք խաչից։ Կարող է մտածեք, թե դա Հիսուսի մասին է գրած, ոչ թե մեր մասին։ Ես ուզում եմ կարդալ, որ համոզվեք, որ այդպիսի բան կա եւ Գաղատացիների եկեղեցին էր հոգիով եւ վերջացնում էր մարմնով Պողոս առաքյալը շատ անհանգստացած էր եւ 3-րդ գլուխ առաջի համարում այսպես է ասում. Ով անմիտ գաղատացիներ, ով ձեզ հրապուրեց, որոնց աչքերուն առջև Հիսուս Քրիստոս ձեր մեջ խաչը ելած նկարագրվեցավ։ Գաղատացիների թղթի առաջի Կորինթացիների 2:2 եղբայրները խոսում են, որովհետև ասում է Պողոս առաքյալը միտքս չէի դրած ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն խաչվածին։ Սիրելի երիտասարդներ, Քրիստոսի խաչը ավետարանի հիմքն է։ Գաղատացիներին եկել էին, համոզել էին, որ կա ավետարան առանց խաչի։ Եվ գիտեք, սա շատ հրապուրիչ ավետարան է։ Երբ որ մենք խոսեցինք երիտասարդական ցանկությունների դեմ եղած պատերազմներից, որ երիտասարդը հայտնվում է այնտեղ եւ անկեղծ երիտասարդը հայտնվում այնտեղ, ով որ թողում է պատվիրանը վրա հասնի մեղքը ողջունա, ով որ իր սիրտը սրտանց բացում է Աստծո խոսքի առաջ, ինքը տեղյակ չի իր ներսը ինչ կա բնակված, Աստծո խոսքը մտնում է ջրի երես սահանում, որ իր ներսը մեղք կա բնակված եւ սկսում է պատերազմը։ Հիմա գաղատացիներին եկել համոզում են, ասում են, գիտեք, ուրիշ ավետարանել կա, որտեղ պարտադիր չի, որ դու խաչվես։ Կա առանց խաչի ավետարան, եւ ստեղ Պողոս առաքյալն ասում է, ով անմիտ գաղատացիներ, այնտեղ առաջի գլուխ 6 համարում ասում է, զարմանում եմ, որ շուտով կթողնեք այն մեկ ավետարանը, որ ձեզ կանչեց Քրիստոսի շնորհքին եւ կդառնաք ուրիշ ավետարանի, մինչդեռ ուրիշ ավետարան չկա, բայց կան ոմանք, որ կուզեն ձեզ հրապուրեն, ստեղ էլ ասում է, ով ձեզ հրապուրեց, որոնց աչքերուն առջև Հիսուս Քրիստոս ձեր մեջ խաչը ելած նկարագրվեցավ։ Այսինքն կողքից տեսան այն ավետարանը, որ քարոզում է Պողոսը եւ ապրում է Պողոսը, այդ ավետարանը գաղատացիների կյանքում տեղ էր գտել եւ մարդիկ անկեղծ հավատալով իրանք էլ ընդունել էին այդ ավետարանը եւ Քրիստոսի խաչը, խաչյալ Քրիստոսը իրանց ներսել էր ձևավորվում եւ իրանք եկան ուզեցին հրապուրեն։ Հիշում եք միտեղ կար գործառաքելություն, երբ որ Եփեսոսում Պողոսը քարոզում էր 3 տարի, բոլորին դարձնում էր Աստծուն, ասում է Արտեմիսի տաճար շինող բանվորներից մեկը, արհեստավորներից մեկը տեսավ, որ սա դառնում են կենթանի Աստծուն էլ Արտեմիսին չեն պաշտում, իրանց գործը դուժելու է։ Հավաքեց արհեստագետներին, ասեց, տեսեք, Պողոսը սաղին դարձի է բերում, Քրիստոսին են պաշտում, մեր գործը դուժվելու է, մեր շահի աղբյուրը կտրվելու է, իրական հիմքը էդ էր, բայց իրանք պատրվակ բռնեցին, իբր թե մեր Արտեմիս Աստվածուհին է անարգում, բայց իրանց նպատակը շահից կտրվում էին իրանք։ Ժողովուրդ ջան, ուրեմն ամեն մեկս ուշադիր նայենք, ես ուզում եմ Քրիստոսի խաչի կարևորությունը մենք հասկանանք, որ եթե դու իրոք մեղքի պատերազմ ես ապրում եւ տանջվում ես, միայն Քրիստոսի խաչն է քեզ օգնելու։ Երկու տեղ ես ուզում եմ կարդալ Սուրբ Գրքից եւ փորձեմ միտքս ամփոփել։ Առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, Հռոմեացիների 7-րդ գլխից է, այդ մեղքի պատերազմի ընթացքում Պողոսը ինչ է ասում։ Հռոմեացիների 7-րդ գլուխ 20 համարը։ Իսկ եթե չուզած բանս կնեմ, ալ ոչ թե ես կնեմ զանիկա, հապա մեղքը, որ իմ ներսիդից բնակված է։
Ուրեմն Աստծո խոսքը, Աստծո խոսքի լույսը Պողոսին այնքան է լուսավորում, որ հասկանում է, որ իր ներսը մեղք կա բնակված, եւ այդ մեղքն է այդ բաները անում։ Մեր հրայր եղբայրը բացատրում էր, ասում էր, դու պետք է այնքան տանջվես, մինչև Աստծո լույսը քեզի բացի, որ քո ներսը մեղքի բնությունից բացի ուրիշ բաներ կա։ Սատանան քեզ համոզում է, որ էս է ու վերջ, դու ես։ Այստեղ Պողոս առաքյալը անալիզի է ենթարկում ու ասում է, ես չեմ ուզում այդ բաները անեմ, բայց անում եմ, չուզածս բանն եմ անում, փաստորեն ես չեմ անում։ Եվ ներքևի համարում ասում է ներսի մարդուն նայելով, այսինքն Պողոսը հայտնաբերում է իր ներսը մի ուրիշ էակ, որը տարբեր է մեղքի բնությունից, ասում է ներսի մարդուն նայելով ես Աստծո օրենքին եմ հավանում։ Սիրելի երիտասարդներ, նաև դուք հարցեր եք տալիս, շատ երիտասարդներին հետաքրքրում է, թե ինչքան է տևում մեղքի պատերազմը։ Գիտեք, սա ինչի է նման, մի հատ ես որ նոր մեքենա վարել էի սովորում, այդ հարցում տալիս էի չէին կարող պատասխանել, ինձ հետաքրքրում էր, ասում էի, այդ դիմացի ավտոյից պետք է դիստանցիա պահենք, չէ՞։ Ինչքան է այդ դիստանցիան։ Ինչքան պետք է ես հեռու քշեմ այդ ավտոյից, 5 մետր, 10 մետր, 1 մետր, 20 սանտիմետր։ Եվ այդ վարորդները տենց չէին իմանում, մի որ մեկը պատասխանեց, ինքը սովորել էր, ասում է իրականում այդպիսի չափ չկա, թե ինչքան դիստանցիա պահես, բայց մի հատ օրենք կա, այնքան դիստանցիա պահես, որ վթարի չընթարկվես, արդեն դու նայ։ Հիմա այս մեղքի պատերազմը ժողովուրդ ջան, թվում է թե կարա շատ երկարի, բայց ես մի հատ լավ համար կարդամ ձեզ։ Տեսեք ինչքան է տևում մեղքի պատերազմը, ինչքան կարա քիչ տևի։ Օրինակ այդ դիստանցիան այն փորձված վարորդները 10 մետր հեռու չեն քշում, ոչ էլ 5 մետր։ Իրանք նայում են այդ ավտոյի արագությանը, կարան կես մետր հեռավորությամբ էլ միշտ քշեն եւ վթարի չգան, որտեղ փորձառու են։ Այսինքն հնարավորինս այդ դիստանցիան կարա քիչ լինի, չափ չկա։ Եվ ուզում եմ ես կարդալ մեղքի պատերազմի տևողությունը գրած է առաջի Թովթովանու 2-րդ գլուխ 14 համարում այսպես է գրած։ 14-ի 2-րդ բարբերությունը կարդամ։ Գրեցի ձեզ երիտասարդներ, վասնզի դուք ուժով եք, եւ Աստծո խոսքը ձեր մեջ կբնակի ու չարին հաղթեցիք։ Շատ հետաքրքիր համար է, սիրելի երիտասարդներ, այնտեղ մեղքի պատերազմի ընթացքում կարդում ենք Պողոս առաքյալն ասում է մեղքը իմ մեջս կբնակվի։ Այստեղ ասում է Աստծո խոսքը ձեր մեջ կբնակվի։ Երիտասարդի մասին է խոսքը։ Ոնց որ բնակիչը փոխվել է, հնարավոր չի Աստծո խոսքը եւ մեղքը իրար հետ բնակվեն։ Տեսեք, ավարտվել է մեղքի պատերազմը եւ երբ ավարտվել երիտասարդ տարիքում։ Արդեն հնարավոր է երիտասարդի ներսը բնակվի ոչ թե մեղքը, այլ բնակվի Աստծո խոսքը։ Եվ գիտեք, մենք նման ենք այն մարդուն, ոնց որ մեկը բնակարան է վարձով տալիս, ինքն է որոշում ում տա վարձով։ Հիմա մանավանդ մեր օրերում Երևանում, որ բնակարան են վարձով տալիս, արդեն փորձ ունեն, ասում են շատ երեխաներ չլինի, կենդանիներ չպահեն հետները, որովհետև մի քանի ամսում լրիվ տունը ավիրում են, որ վարձով են տալի, հաճախորդին ասում են քիչ մարդ լինի, երեխա չլինի։ Հիմա ժողովուրդ ջան, ինքն է այդ տան տերը, ինքն է որոշում ում տան։ Ինքը տալիս է նրան, ում իրան հարմար է։ Հիմա պատկերացրեք մեր ձեռքը, մեր ներսը մեղքն է բնակված, բայց փաստորեն իրավունք ունենք, որ մեր ներսը Աստծո խոսքը բնակվի։ Այդ բնակչին պետքա դուրս անենք, բայց մեր ամբողջ տառապանքը, չարչարանքը հենց այդ է, որ ոնց դուրս ենք անում, դուրս չի գալի։ Մենք ուզում ենք Աստծո խոսքը բնակվի մեր ներսը, մենք ուզում ենք հոգևոր կյանքը լցվի մեր ներսը, մենք ելնենք Աստծո ուզած մարդիկը, բայց այս բնակին ոչ մի ձևի չենք կարող դուրս անենք։ Այդտենց մարդիկ են եղել, որ տունը վարձով են տվել, հետո ուզեցել են հանեն, շատ նեղություն են, դուրս չեն գալի։ Չգիտեմ, ոչ ես կարա զորով հանես, վերջը պրոբլեմ է,
այս մեղքի բնությունը, մեղքը, որ մեր մեջ բնակված է, դրան, որ դու ոնց էլ ուզենաս դուրս անես, դուրս չի գա, ոնց էլ ուզենաս, այ մեր պարտությունները հենց այդտեղ է լինում, բայց Քրիստոսի խաչը մարդուն օգնում։ Աստծո խոսքը կգա մեր ներսը կբնակվի, եթե մեր ներսը նկարագրված, բնակված կա Քրիստոսը խաչված։ Խաչված Քրիստոսի ներկայության մեջ մեղքը պարտված է և ինքն է փախնում։ Հռոմեացիների 6:6 գրած է. «Զայս գիտնանք, որ ձեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որպեսզի մեղքի մարմինը փչանա, ասկե հետո մեղքին չծառայեք»։ Ժողովուրդ ջան, ուղղակի ամբողջ հարցը ես այն անգամ էլ ուրիշ կողմով ասեցի, գաղատացիները համաձայնվել են, ուրիշ տարբերակ չկա, պետք է խաչվեն, որ այդ բնությունից ազատվեն, մեկ էլ հայտնվում են մարդիկ, հայտնվում են քարոզություններ, որ ասում են ուրիշ ավետարան կա։ Եվ եթե ավելի հեշտ ճանապարհ կա այս մեղքից ազատվելու, մարդը անպայման ընտրում է այդ ճանապարհը։ Բայց Պողոս առաքյալը ասում է, մինչդեռ ուրիշ ավետարան չկա։ Ուրեմն, եթե դու կհամաձայնվես Քրիստոսի հետ խաչը ելնելու, դա է միակ պայմանը, որ այդ բնակիչը դուրս կգա և Աստծո խոսքը կգա և կբնակվի քո մեջ։ Եթե դու սա դժվարանում ես, որովհետև շատ լավ ես հասկանում, քո հին մարդը խաչվավ, համ մեղքի հարցն է լուծվում, բայց քո երազանքներն էլ իր հետ կորում է, այն երազանքները, որ կապված է այս աշխարհի հետ։ Գիտեք, գաղատացիներին առաջարկել են նորից օրենքի տակ լինել, թվում է, թե էսի վատ բան է, բայց գիտեք, խաչվելուց լավ բան է։ Օրենքի տակ լինել ինչ է նշանակում։ Աստված տվել է քեզ օրենքները, դրանք պահի, հետո ոնց ուզում ես ապրի։ Այ անկեղծ մարդը հասկացել է, որ չի կարող Աստծո օրենքը պահի, բայց փարիսեցին վերածելով ուղտերի և մժღուտները քանում է, ուղտերը կուլ է տալի, ցույց է տալի, թե պահում է Աստծո օրենքը և արդեն ազատ է, ինչ ուզում է այդ էլ կապրի։ Բայց խաչը ելած մարդը հասկանում է, որ ինքը պետք է ապրի այն, ինչ որ իր հոր առջև հաճելի է։ Ինքը պետք է ապրի այն, ինչ որ իր հայրը իրան առաջարկում է։ Դրա համար Քրիստոսի խաչը, ժողովուրդ ջան, այս պատերազմի կենտրոնական մասն է։ Կարող է քո մոտ դա չի բացվել, կգնաս առաջ և կտեսնես, և քեզ կառաջարկվի հաղթանակ մեղքի նկատմամբ խաչի վրա, ուրիշ ոչ մի տեղ։ Եթե դու հասկանում ես խաչը ելնելով, կորցնելու ես քո երիտասարդական պատկերացումները, քո կարիերան, այստեղ Սուրբ Գիրքը ասում է, երիտասարդներ, դուք ուժեղ եք, որովհետև Աստծո խոսքը ձեր մեջ բնակված է։ Այ երիտասարդ հոգևորները, սիրելի երիտասարդներ, իրանք շատ ուժեղ են։ Մեր հրայր եղբայրը մի անգամ իրան հարց էին տվել, թե կարելի է, որ աղջիկ երեխան դառնա ուսանող հոգևոր, ես էլ ասեմ պատրաստենք աղոթքի, մեր եղբայրը գիտեք ինչ էր պատասխանել, այն ժամանակները տենց էր, ոնց որ ուսանող դառնալ չարժեր, որովհետև հիմնականում գնում էին աշխարհ դրանից հետո։ Մեր եղբայրը շատ իմաստուն պատասխանել էր, ասել էր, եթե մեր երիտասարդ քույրիկը ամեն առավոտ զարթնում է, դասի գնալուց առաջ, գործի գնալուց առաջ, մտնում է ներքին սենյակ, Հիսուսի հետ հաց է ուտում, երկնքից իջած հացն է ուտում, դրանից հետո ինքը ոչ թե արժի գնա, թե չգնա, այլ պարտադիր պետք է գնա, ուզում է ուսանողական վայր գնա, ուզում է գործի տեղ գնա։ Ընդեղ իր հասակակիցները, այդ բոլոր աղջիկների վրա էլ օրինակը բերում։ Նրանք պետք է տեսնեն, որ իրանք բոլորը կարոտ են, տարբեր հայացքների, տարբեր ժպիտների, ծարավ են դրան, ամեն ինչ անում են, ամեն կերպ հագնվում են, թեկուզ շատ վատ, որ ինչ-որ մի երկու հոգու ավել ուշադրություն գրավեն, բայց այս մեր քույրիկը դրա կարիքը չունի։ Եվ զարմանում են, ասում են, լավ, դու էլ մեր տարիքի մեզ աղջիկ ես, ինչ է եղել քեզ, որ դու դրա կարիքը չունես, չէ որ մենք բոլորս ունենք դրա կարիքը։ Եվ այդ ժամանակ իրանք կտեսնեն, որ մեր քույրիկը ուրիշ սեղանից է հաց ուտում, նրա ներսը ուրիշ կերպ է բավարարվում, խոսքը նաև եղբայրներին է վերաբերում, սիրելի երիտասարդներ, փաստորեն հնարավոր է երիտասարդ տարիքում
հասցնել անցնել մեղքի պատերազմ, մեղքը որպես բնակիչ մեր ներսից դուրս գա, Քրիստոսի խաչին գանվի, եւ Հիսուսը, որ դա տեսնի, իր խոսքը կուղարկի մեր կյանք, Աստծո խոսքը մեղքի հետ չի կարա միևնույն հարկի տակ բնակվի։ Դրա համար շատ ժամանակ մենք ասում ենք, կարդում ենք, հոգնում ենք, եղբայրները ասել են, դրա համար ենք կարդում, եւ որ անկեղծ ենք, ասում ենք, ձանձրանում ենք, որովհետեւ մեղքը դեռ բնակված է, մեղքի առաջարկը հաճելի է հին մարմինին, բայց եթե Քրիստոսի հետ խաչն եմ ելեմ, այդ ժամանակ սիրելիներ մեկ միակ կարիքը ներքին սենյակում Աստծո սեղանին դրված հաց ուտելն է, դա Աստծո խոսքն է, երիտասարդի միակ փափագն է, եւ երիտասարդը այդպես է ուժեղ, այնքան ուժեղ է, որ իր բոլոր հասակակից ուսանողները եւ գործընկերները բոլորը ապշում են, զարմանում են, ասում են հնարավոր չի, եւ ինքը այդ ժամանակ կարա հանգիստ վկայի իր Հիսուսի մասին, թե ինչպես է եղել, որ ինքն էլ իրանց տարիքին, իրանց նման կախված ուրիշի ժպիտից, այդպես ապրել է, բայց իր կյանքում հրաշք է տեղի ունեցել, եւ Հիսուսը բնակվում է իր ներսը, Աստծո խոսքը բնակվում է իր ներսը, եւ ինքը այս աշխարհի կարիքը չունի։ Ուրեմն ովքեր անկեղծ են այս պատերազմի մեջ, թող իմանան, եթե կհամաձայնվեն Քրիստոսի խաչը իրանց ներսը նկարագրվի, եւ ով իրան կհրապուրի այդ խաչից իջնել, նա վերջնական որոշել է մերժել բոլոր առաջարկները, ինքը այդ խաչի վրա ազատվել է մեղքից, գտել է Հիսուսին, ապրում է Աստծո որդու կյանքը, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։